Մինչև մարտի 31-ը սահմանին 1000 խորանարդ մետր ռուսական գազի գինը կհաշվարկվի $165, չնայած այս սակագինը հաշվարկված էր մինչև 2016 թվականի հունվարի 1-ի համար, սակայն կպահպանվի մինչև մարտի վերջ, քանի որ դեռ չեն ավարտվել գազի գնի հարցով հայ-ռուսական բանակցությունները։ Ժամանակավոր կնքվել է այս արտոնյալ պայմանները, որպեսզի ժամանակ լինի առավել արտոնյալ պայմանների շուրջ բանակցել։ Կառավարությունն իր հերթին արտոնություն տվեց Գազպրոմ Արմենիային լրացուցիչ ամբողջ եկամուտը թողնելով ընկերությանը, պահպանվող սակագնի դեպքում Հայաստանի Հանրապետության դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկումից առաջացած վնասների փակման համար։ Հակառակ դեպքում այդ վնասների փոխհատուցումը հնարավոր կլիներ միայն բնական գազի սակագնի բարձրացման միջոցով, ինչը իր հերթին կանրադառնալ նաև էլեկտրաէներգիայի սակագների վրա։ Կառավարության նիստից հետո պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը հայտնվեց լրագրողների հարցերի տարափի տակ, որտեղից նրան այդպիսի կարողություն, ըստ մամուլի նրա ողջ եկամուտները կազմել են մոտ 19 միլիոն դրամ եւ $690,000։ Պետեկամուտների հայտարարագրում նաև նշված է, թե այդ եկամուտները որտեղից են։ Գրված է Հովսեփյան Հակոբ, Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Մոսկվա։ Դա իմ եղբայրն է։ Իսկ ինչպես է նա պայքարելու մենաշնորհի դեմ։ Ես պետք է սկսեմ աշխատել, չէ՞ որ ձեզ հետ կարողանամ շփվեմ։ Այն բոլոր ծրագրերի ինչ որ ունեմ, այն ինչ որ կյանքի կոչեմ, դուք դրա մասին լուսաբանվելու եք, դուք տեսնելու եք։ Շնորհակալություն։ Նորանշանակ մարդու իրավունքների պաշտպանն էլ դեռ շարունակում է ուսումնասիրել իր ոլորտը։ Նա ժամանակ է խնդրում լրագրողներից պատասխանելու հարցին՝ կան արդյոք Հայաստանում քաղբանտարկյալներ, թե ոչ։ Ինչ վերաբերում է Վարդգես Գասպարիին քրեակատարողական հիմնարկում խոշտանգումներին, պաշտպանը եւս դեռ հստակ պատասխան չունի։ Ես նշել եմ, որ հետևողական եմ լինելու, որովհետև սա չի նշանակում, թե օրինակ եթե այս կամ այն անձը այդ թվում նաև Վարդգես Գասպարին ազատ է արձակվում, ապա պետք է մոռանալ այդ հաղորդումները, որ կային, որոնք ըստ էության հանցագործության մասին հաղորդումներ էին ու քրեական օրենսգրքով նախատեսված արարքով։ Այնպես որ դա օրենքով սահմանված ժամկետների մեջ է եւ քննարկման փուլում է։ Քանի դեռ ես իրավասու մարմնից գնահատական չեմ ստացել, ես չեմ կարող գնահատականներ տալ ինքս։ Պաշտպանը դժվարանում է ասել նաև, թե արդյոք մարդու իրավունքների խախտում էր այն, որ Հայաստանի նոր ընտրական օրենսգիրքը ուղարկվեց Վենետիկի հանձնաժողովին հետո նոր հրապարակվեց Հայաստանում։